Ողջույն եւ բարի գալուստ Ֆանզոնի YouTube-յան ալիք։ Այսօր ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայի մասին՝ թիրախային լսարանի։ Շատ մարդիկ երբ սկսում են ինչ-որ բան վաճառել կամ նոր բիզնես են սկսում, ասում են իմ ապրանքը բոլորի համար է։ Առաջին հայացքից թվում է թե ինչքան շատ մարդ, այդքան շատ վաճառ, բայց իրականում դա ամենատարածված սխալներից մեկն է։ Թիրախային լսարանը այն կոնկրետ մարդկանց խումբն է, որոնք ամենաշատն են հետաքրքրված քո ապրանքով կամ ծառայությամբ։ Այսինքն, բիզնեսը սկսվում է ոչ թե ապրանքից, այլ ճիշտ շուկան ուսումնասիրելուց։ Օրինակ, եթե դու ասում ես սա լավ ապրանք է բոլորի համար, դա ոչինչ չի ասում։ Բայց երբ դու հասկանում ես թե ով է քո իրական հաճախորդը, դու ավելի հստակ պատկերացում կարող ես կազմել քո թիրախային լսարանի մասին։ Օրինակ, ոչ թե պարզապես զարդեր, այլ նուրբ եւ մինիմալ ոճի զարդեր այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են պարզ ու էլեգանտ տեսք ունենալ։ Արդեն մարդը այստեղ հասկանում է այս ապրանքը իր համար է, թե ոչ։ Որպեսզի հասկանաս քո թիրախային լսարանը, պետք է մի քանի պարզ հարց տաս քեզ. ով է քո հաճախորդը, ինչ է նա սիրում, ինչ խնդիր ունի եւ այլն։ Եվ ամենակարևորը, ինչու պետք է ընտրի հենց քեզ։ Երբ դու արդեն ունես այս հարցերի պատասխանները, դու արդեն հասկանում ես ինչ լեզվով խոսել, ինչ վիզուալ օգտագործել, ինչպես քո ապրանքը ճիշտ ներկայացնել մարդկանց։ Պարզ օրինակ բերեմ, եթե դու օրինակ վաճառում ես ֆրանքի պարագաներ, ապա այս դեպքում սխալ կլինի ասելը սա բոլորի համար է, որովհետև այս դեպքում դու պետք է կոնկրետ ասես, թե ով համար է այն եւ ով կարող է օգտագործել։ Եզրափակելով, բիզնեսում ամենակարևոր քայլերից մեկը ճիշտ մարդկանց գտնելն է։ Եթե դու ճանաչում ես քո լսարանին, ապա վաճառքը դառնում է շատ ավելի բնական գործընթաց։ Առողջություն։ Եթե ուզում ես զարգանալ բիզնեսում, ապա սկսիր հենց այստեղից։ Փորձի հստակ ձևակերպել, թե ով է քո հաճախորդը։ Եթե այս տեսանյութը քեզ հետաքրքրեց, չմոռանաս հավանել եւ բաժանորդագրվել Ֆանզոնի YouTube-յան ալիքին։ Իսկ մեկնաբանությունների հատվածում կարող ես գրել հաջորդ տեսանյութի թեման։ Դե ինչ, մինչ հանդիպում։